Ողջույն, ձեզ հետ է աստղաբան Սոնա Հակոբյանը, Վեդասոֆիա աստրոլոգը։ Սիրով շարունակում եմ կիսվել երկորյակների համաստեղության մանրամասներից, շատ կարևոր զգուշացում ունեմ ձեզ, սիրելի երկորյակներ։ Ուրեմն ճիշտ է, տրանզիտը, որ առաջի տաներ Յուպիտերը եւ ձեզ դրական տրամադրվածություններ փոխանցում, Սատուրնը, որ հնարավոր աշխատանքային ծանրաբեռնվածություններ տալիս եւ բայց դու կարող եք միևնույն է կազմակերպել, քանի որ երկորյակները շատ ռացիոնալ են, հակում ունեիք երկարատև ճանապարհորդությունների գնալու, բայց Մարս մոլորակը հունվարի 16-ից 2026 թվականի մինչև փետրվարի 23-ը 2026 թվականի մտել է ձեր 8-րդ տուն, իսկ 8-րդ տունը ինքներդ գիտեք, որ կոնֆլիկտային իրավիճակներ է վերելու առաջ, վնասելու է շատ մարդկանց հետ հարաբերությունները, ուղղակի խնդրանքս է, որ այստեղ է նաև արևը, որը առավել ուժեղացնում է այդ կոնֆլիկտայնությունը, այսինքն կարող եք դուք կենտրոնանալ ձեր եսի վրա եւ այդ եսի իմպուլսից անգիտակցաբար ինչ որ կոնֆլիկտային իրավիճակի մեջ հայտնվեք, ու քանի որ այս երկու մոլորակների Մարսի եւ Արևի կողքին է Պլուտոնը, Արևն էլ հունվարի 14-ից մինչև փետրվարի 13-ն է, Արևի առումով բան չմնաց, բայց Պլուտոնը շարունակում է մնալ այստեղ Մարս մոլորակի կողքին, իսկ Պլուտոնը դուք գիտեք քանդում է սկզբնական իր ազդեցության ժամանակ եւ քանի որ Մարսը նոր է եկել եւ այնտեղ էր արևը, հնարավոր է շատ հարաբերություններ, ինչի ցուցանիշները, որ ձեր հորոսկոպում ունեն Մարսը եւ արևը, այդ ցուցանիշներին համապատասխան ենթադրենք արևը աբստրակտ հայրիկին է խորհրդանշում, Մարսը աբստրակտ քուր եղբայրներին, բայց մեր անատական հորոսկոպում կոնկրետ ցուցանիշներ նույնպես կան։ Հետևաբար այդ մարդկանց հետ հարաբերությունները կարող են լիովին փչանալ։ Այսպիսով ամենակարևոր զգուշացումը Մարս մոլորակի տրանզիտի հետ է կապված 16 հունվարից մինչև փետրվարի 23-ը հարաբերություններում, հատկապես այս Արևի եւ Մարսի ցուցանիշների հետ կապված մարդկանց հետ աշխատեք զգուշ լինել, հավաք լինել, իմպուլսիվ, կոնֆլիկտային, տենց հարձակողական դիրք մի խոսքով չգտնեք, գիտեմ երկորյակները հարաբերություններում իդեալական են, նրանք կարող են այդ հարաբերությունները պահել, բայց այս տրանզիտի արդյունքում հնարավոր է դուք այն փչացնեք։ Ուրախ եմ, որ ձեզ հետ եմ, բաժանորդագրվեք, առաջի տասնյակի մեջ հայտնվեք եւ ստացեք ձեր հորոսկոպները։ Սիրով, ձեր աստղաբան Սոնա Հակոբյան։ Ստեսություն։